Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայաստանի Հանրապետության 92-93 թվականների վարչապետ Խոսրով Հարությունյանը, ողջույն պարոն Հարությունյան, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը տեղեկացրել է, որ ԵՄ-ն նաև Թրամփի ուղին քննարկում է ամերիկյան կողմի հետ, խոսքը կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է, ասում է, մեզ համար կարևոր է, որ Թրիփը լինի դեպի արևելք եւ դեպի արևմուտք գնացող ուղիների մասը եւ այդ ամենը արվի միաժամանակ Հայաստանի տրանսպորտի նախագծից սպասում ենք Հայաստանի առաջնահերթությունների ցանկ, որին ԵՄ-ն իր գաղափարները կավելացնի, տեսեք, քննարկվում է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ այս գաղափարը եւ ըստ էության Միացյալ Նահանգների հետ ներգրավվածությունը այստեղ ասում է կարևորություն ունի, տեսեք, վերջերս նաև Ղազախստանն էր, պարոն Հարությունյան, ասել, որ մենք կօգտվենք Թրամփի ուղուց, այդ ձեր կարծիքով այն մտահոգությունները, որ առկա են, որ դա կարող է կենսունակ չլինել, տնտեսապես ոչ շահավետ եւ այլն, փարատվում են նման քաղաքական հայտարարություններով, թե ոչ։ Տեսեք, նախ մինչ ձեր հարցի պատասխանը տալը, հնչեցնելը կամ մեկնաբանելը, ես ուզում եմ մի շատ կարևոր, ինձ համար գոնե կարևոր բան արձանագրել, ընդ որում նաև ձեր եթերում եմ ես այդ մասին ասել, ինձ համար Սյունիքով որևէ հաղորդակցություն Ադրբեջանի Նախիջևան, Ադրբեջան-Նախիջևան Թուրքիա, ինձ համար դա անընդունելի է, որովհետև դա Հայաստանի ոչինչ չի տալիս, սա ես սկզբունքորեն եմ ասում, բայց այդ տրիպը հատկապես բոլորին վերջերս կենտրոնական Ասիայի նախագահների եւ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո մի նոր որակ է ստանում, մի նոր որակ, այսինքն տրիպը դառնում է կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպային եւ Արևմուտքին կապելու մի կողմից, ինչպես նաեւ կենտրոնական Ասիայի երկրներում կամ այդ տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականության, այդ թվում աշխարհատնտեսական քաղաքականության իրականացման համար տրիպը դառնում է կարևոր օղակ։ Սա այսօր արդեն այլևս ակնհայտ է։ Այսինքն ես հիմա փոքր-ինչ կվերանայեմ իմ մոտեցումը, այդուհանդերձ պնդելով, որ դա Հայաստանին տնտեսության առումով, Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու առումով ոչինչ չի տալու։ Այո, դա Եվրոպային օգտակար կլինի։ Այո, դա հնարավորություն կտա Ադրբեջանին շատ հանգիստ, հարմարավետ Նախիջևանով Թուրքիային միանալ։ Այո, դա հնարավորություն կտա կենտրոնական Ասիայի երկրների, ասենք, հնարավորությունները տնտեսական, եվրոպական ուղղությամբ դեպի արևմուտք, դա կանի։ Այդ ամեն ինչը ակնհայտ է։ Այո, դա նաև կարող է նպաստել կենտրոնական Ասիայի երկրներում կամ այդ ռեգիոնում Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցության թուլացմանը կամ նվազեցմանը։ Սա եվրոպական դիրքորոշումն է կամ արևմուտքի դիրքորոշումն է, թեպետ Եվրոմիությունը ինքը Չինաստանի հետ համագործակցության մեջ բավականին շահագրգռված է, բայց թողնենք դա մի կողմ վրա։ Այսինքն այս ամենը հնարավոր է։ Քաղաքական նշանակությունը Հայաստանի որպես կոմունիկացիոն ինչ-որ մի տարածք։ Եթե աշխարհաքաղաքական կարևորության տեսանկյունից նայենք, թերևս, բայց ես նաև նայում եմ խոսքը գնում է արդյոք ենթադրենք, տեսեք, ասում եմ ենթադրենք, որ տրիպը իրականում կնպաստի Հայաստանի անվտանգությանը, որովհետև դա դրանում է կայանում նաև Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի հետաքրքրությունները։ Բայց ասացեք, խնդրեմ, մի պահ պատկերացրեք, տեսական հարցադրում եմ անում։ Պատկերացնենք Սյունիքը Հայաստանինը չի, բայց տրիպը կա։ Ինչ եք կարծում։ Այն խնդիրները, որոնց մասին ես շարադրում էի, այդ խնդիրների աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական կարևորությունը կնվազի, իհարկե ոչ։ Իհարկե ոչ, այլ խոսքը սրա մասին է։ Այսօր, գիտեք, Թրամփը շատ հետաքրքիր քաղաքականություն է վարում, պետք է այդուհանդերձ ըստարժանվույն տալ նրա հետևողականությունը ՄԱԳԱ-ի եւ առաջին հերթին Միացյալ Նահանգներ, Ամերիկան այդ քաղաքականության իրականացման առումով պետք է ըստարժան շատ հետևողական է ինքը, շատ հետևողական։ Օրինակ, մենք կարող ենք, չէ՞, ձեզ այդ հարց բանջեցնել։ Պենտագոնը հայտարարություն է տարածում Նիգերիայում քրիստոնյաների նկատմամբ, բռնությունների հետ կապված։ Թվում է ինչ կարևոր բան են ասում, չէ՞։
բայց պարզ է, չէ՞ որ Նիգերիան իրենց հետաքրքրում է հատկապես հազվագյուտ մետաղների ընդերքի հարուստ ընդերքի տեսանկյունից, որտեղ այլապես ինձ համար շատ զարմանալի կներ, բա Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների նկատմամբ այդ բիրտ ցեղասպանական քաղաքականության կապակցությամբ ինչու Պենտագոնը որևէ հայտարարություն չարեց։ Հետևաբար ես ուզում ասեմ, ամեն ինչ իրենք ծառայեցնում են նրան, որսի Միացյալ Նահանգները այդ անդերց հնարավորություն ունենան տեխնիկական, տեխնոլոգիական, հումքային տեսանկյունից, ապահովության տեսանկյունից կարողանան մրցակցել եւ Չինաստանին։ Եվ Կենտրոնական Ասիան լավ հումք է։ Այդ տեսանկյունից Կենտրոնական Ասիայի ինդերքը հազվագյուտ մետաղների տեսանկյունից բավականին հարուստ է։ Իսկ Հարավային Կովկասը որպես անցուղի է անհրաժեշտ։ Այո, դուք ուշադրություն դարձրեցիք, որ Ադրբեջանին ըստ էության ներգրավեցին C5-ի մեջ։ Հիմա կարելի ասել ինքը ավելի շատ թռավեց վագոնը։ Դե դա երկու ստեկ շարժում էր, այնտեղից էլ էին շահագրգռված։ Եվ ավելին, հիմա շատ վերլուծաբաններ, այդ թվում նաև եվրոպական, խոսում են, որ Հարավային Կովկասն ու եւ Կենտրոնական Ասիան պետք է դիտել մեկ միասնական։ Իհարկե ավելի շատ խոսում են Ադրբեջանի ու Հայաստանի մասին, կարծես թե մի պահ ստվերված է մնում Վրաստանը, բայց չեմ կարծում, որ դա այդպես է։ Այսինքն ըստ էության C5+1 հանդիպման արդյունքում աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվեց։ Որքան էլ ուզում ենք դա չգնահատենք կամ չնկատենք, ակնհայտ է դա։ Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարները կարծում շատ պրագմատիկ իրենց շահերից ելնելով ակնհայտորեն նպաստելու են Միացյալ Նահանգների հետ եւ տեխնոլոգիաների ոլորտում եւ տնտեսական համագործակցության առումով լուրջ համագործակցության խորացմանը։ Սրանք երկրներ եւ Կենտրոնական Ասիայի 5 երկրներ եւ Հարավային Կովկասի 3, որոնք որտեղ ռուսական ազդեցությունը այսպես անխաթարելի էր թվում, պարոն Հարությունյան։ Ես կարծում եմ դեռևս մենք շատ ոչ թե մենք ասելու նկատում ես եւ դուք, ես նկատում ընդհանրապես վերլուծական փորձագիտական համայնքը թե Հայաստանի, թե այս տարածաշրջանի եւ թե հատկապես Ռուսաստանի շատ են անդրադառնալու, թե ինչու այդպես եղավ։ Ես կարծում եմ Ռուսաստանի սխալ քաղաքականության արդյունքում, սխալ բառից բուն իմաստով, առանց կոշտ ուժի վրա հենված քաղաքականությամբ եւ փափուկ ուժի տեսանկյունից 0 քաղաքականության արդյունքում ինքը ունի ինչ ունի։ Սա կարելի է հետագայում ավելի շատ խոսել, բայց ունենք ռեգիոնները, այսինքն տեսեք, բայց այստեղ մի հատ շատ կարևոր հանգամանք գոյություն ունի, որ թե Կենտրոնական Ասիայի երկրները եւ կարծում եմ նաեւ Հարավային Ասիայի, Հարավային Կովկասի երկրները նրանք հաստատ, իսկ մենք պարտավոր ենք հաշվի առնում հետեւյալը. այդուհանդերձ Ռուսաստանի գործոնը դուք չեք կարող հաշվի չնստել։ Սա շատ սա չի նշանակում մեջքով շուրգալ Ռուսաստան, սա նշանակում է ընդհանրապես լրացնել, օրինակ Ղազախստանի համար ռուս-ղազախական հարաբերությունները իրենք լրացնում են տոկայ, լրացնում են մեկ այլ ոչ պակաս կարևոր իր տնտեսության համար, իր պետության համար, չէ, կարևոր աշխարհատնտեսական հարաբերություններ, դա կլինի Չինաստանը, դա կլինի Եվրոմիությունը կամ Միացյալ Նահանգները, այսինքն յուրաքանչյուրն այդպես են մտածում։ Հիմա տեսեք, հավանաբար դուք տեղյակ եք կամ ձեր լսարանը տեղյակ են, որ այսօր Ռուսաստանում շատ լուրջ քննարկվում է, ես այդ ծրագրին, որի մասին մա կասեմ, առանձնապես մեծ հեռանկարներ չէի տա, բայց այդուհանդերձ քննարկվում է Ենիսեի կամ Իրտիշի, չէ, ասենք թե ջրերը դեպի Կենտրոնական Ասիա, այդ ծրագիրը դեռևս Խորհրդային Միությունից էր գալիս, Սիբիրի ջրերը, գետերը շուտանք դեպի Կենտրոնական Ասիա, բայց հիմա ոնց որ թե մոտեցումները փոխվել են։ Սա խոսում այն մասին եւ Ռուսաստանը լուրջ են դա քննարկում, արդեն նույնիսկ ավանպրոյեկտ գոյություն, նախնական պրոյեկտ կա ինչ-որ հաշվարկներով, բաներով։ Սա խոսում այն մասին, որ Ռուսաստանը այդուհանդերձ չի հրաժարվում իր Կենտրոնական Ասիայի երկրների հետ իր ռազմավարական կարևորության հարաբերությունները պահպանելուց, այդ թվում հիմքում դնելով այլևս տնտեսական համագործակցությունը, ոչ թե անվտանգությունը, ինչպես թվում էր թե նախկինում, այլ տնտեսական համագործակցությունը։ Այն ինչ որ անում է իմջալոց անում է եւ արել է եւ անում է հիմա եւ կանի նաեւ Չինաստանը, նա այդպես է աշխատում։ Ամբողջ Աֆրիկայի հանրապետություն, աֆրիկյան պետությունների հետ չինացիներն աշխատում են։
Ինչպես են աշխատում։ Նրանք ենթակառուցվածքներ են կառուցում, գյուղատնտեսության ոլորտում են բավական լուրջ աջակցություն ցույց տալիս աֆրիկյան պետություններին, ընդ որում ակնհայտորեն նպաստելով նրանց ոտքի կան, տնտեսությունը ոտքի կանգնելուն, իրենք էլ օգտվում են դրանից։ Եվ քաղաքական ազդեցություն նվաճելուն։ Նույնը ապրեք, նույնը տեղանում Լատինական Ամերիկայում։ Պանամայի ջրվանցքը ըստ էության չինացիներն ասում են մենք համաձայն ենք ինչ որ գումարով օտարել կամ տալ տրամադրել Միացյալ Նահանգներին։ Պանամա, Չինաստան։ Կնեք պարոն Հարությունյան, տեսեք դուք Հայաստանի Այսինքն միտքս ավարտեմ, որ հասկանում ես ուզում ասեմ, որ մենք այս ամենի մեջ պետք է փորձենք հասկանալ իսկ որն է մեր դերակատարումը։ Եթե մենք ընդհանրապես գիտեք, այս Միջանցքում մի հատ տեղ ենք տալիս որ գնան, դա դերակատարում չի։ Ես նորից եմ կրկնում։ Ես պատահաբար այդ հարցը չտվեց, ես սրում եմ այդ հարցադրումը։ Պատկերացրեք Սյունիքը մերը չի։ Տրիպի կամ կենտրոնական Ասիայի պետությունների եւ արևմուտքի հետ հարաբերություններ դրանից կտուժեն, անկասկած ոչ։ Այսինքն այդ խնդիրը կշարունակի կլուծվել։ Հետաբար մեզ համար այդ տեսանկյունից, այսինքն արդյոք տրիպը հնարություն տալիս է քո աշխարհագրական դիրքը վերածել աշխարհատնտեսական կամ աշխարհաքաղաքական պոտենցիալի, ես ասում եմ ոչ։ Այդ հնարավորությունը չի տալիս։ Ցավոք սրտի։ Էլ չեմ ասում, գիտեք, այսօր Տրամփն է 4 տարուց հետո կարող է Տրամփը չլինել եւ Միացյալ Նահանգներում քաղաքականությունը այդ դեպքում նաեւ վերաբերմունք այս մեր նկարագրած բանին կարող է իապես փոփոխություն ապրել, չէ՞, համաձայն չեք։ Շատ լավ, տեսեք, պարոն Հարությունյան։ Այսինքն դա էլ կա, չէ՞, այդ գործոնները պետք է հաշվի նստել։ Այսինքն վերջին հաշվով տրիպը մեզ մի գուցե ինչ որ մի պահ կնպաստի խաղաղությանը, այսինքն հանուն այդ Միացյալ Նահանգների հետաքրքրության մեր ողջույն հարևանները ձեռնապահ կմնան 3 տարի հանգիստ կթողնեն այսպես։ Ենթադրենք, բայց երկարաժամկետ հատվածում դինամիկ անվտանգ զարգանալու երաշխիքներ տրիպը չի տալիս։ Ես սա եմ ուզում ասել։ Սա ակնհայտ է։ Տեսեք, վերջերս նաև խնդիրներ է առաջանում վրաց-ադրբեջանական սահմանին, ադրբեջանական ամեն դեպքում լրատվամիջոցներն են հայտնում, որ իրենց բեռնատարների վարորդներին ասում են գնացեք ձեր Զանգեզուրի միջանցքով անցեք, հա, այդտեղ վրացիները նաև Սաակաշվիլին էր այդպիսի մի մեղադրանք հնչեցրել գործող իշխանության հասցեն, որ այսպես կսմթում են, հա, Ադրբեջանին, որ Հայաստանի ուղղությամբ է փորձում ինչ-որ գործընթացներ տանել, Նաև մենք ունենք հյուսիս-հարավ նախագիծ, պարոն Հարությունյան, որը պետք է կառուցված լիներ շատ երկար տարիներ առաջ։ Նկարագրեք այդ հյուսիս-հարավ, որտեվ հյուսիս-հարավի տակ, Ռոբերտ, ամեն մեկը մի բան է հասկանում։ Տեսեք, օրինակ, ես օրինակ շփոթվում եմ, երբ որ հիմա ինձ ասում են հյուսիս-հարավ։ Վերջերս ես Սյունիքում եմ մեր նկարանող խումբը եւ այնտեղ կարելի է ասել հսկայածավալ աշխատանք էր կատարվում, թունելներ են կառուցվում, կամուրջներ են կառուցվում, չգիտեմ, սաղրեր են ճեղքվում եւ այլն, այսինքն որի նպատակը էս լավագույն կոմունիկացիոն մասնագետը չեմ, հա, բայց մասնագետն ասում են 3-4 ժամ գոնե ավտոմոբիլային։ Այո, կարող է ավելի կարճանալ եւ մենք Իրանի հետ հաղորդակցություն ոչ միայն բարելավենք, այլև դա որոշակի միջազգային նշանակություն ստանա Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, այդ դուք տեսնում Եվրոպա։ Այո, եւ շարունակություն, այո, նաեւ Ռուսաստան, ինչու ոչ, եթե ստացվի, իհարկե, թեև Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով է կառուցում իր հյուսիս-հարավը, դուք տեսնում եք, ասենք, մենք հիմա այդ հեռանկարը չենք տեսնում, բայց 10-15 տարի հետո Հայաստան կարող է դառնալ այսպես կոմունիկացիոն հանգույց, պարոն Հարությունյան։ Տեսեք, հյուսիս-հարավ, արևելք գիտեք որն է։ Միայն թռիփի վրա չկենտրոնանանք, էլի, այո։ Ես զարմանում գիտեք որն է, որ մենք միշտ մենք հայերս ցանկալին ուզում ենք ներկայացնել իրողություն։ Ուրեմն Ադրբեջանը իրական խաչմերուկ է։ Բայց ոչ մի անգամ դուք Ալիևի բերանից շուրթերից չեք լսել այդ տերմինը։ Ադրբեջանը տարածաշրջանի խաչմերուկ։ Չի ասում, որովհետև դա ասելով չի։ Այսօր Արևելք-արևմուտք միջին միջանցքի, չէ՞, կարևորագույն օղակներից մեկը Ադրբեջանն է։ Ղազախստան, Չինաստան, Ղազախստան, ենթադրեն Ակտաու, Բաքու, չէ՞, ու դальше կարելի է գնալ դեպի Անակլիա, Թբիլիսիով, հա, կարելի է իջնել Բաքու, Թբիլիսի ղարսով, Թուրքիա եւ այլն։ Այսինքն հյուսիս-հարավը ոնց որ դուք ասացիք, բոլորը վերջերս Միացյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի հանցխն պաշտոնյաները հուշագիր ստորագրեցին հյուսիս-հարավի վերաբերյալ, ընդ որում խոսքը գնում է նաև ծավալների մասին։ Այսինքն, տեսեք, Ադրբեջանը երբեք չի ասում խաղաղության խաչմերուկ կամ խաչմերուկ։ Գիտեք ինչու։ Չունի դրա անհրաժեշտությունը։ Պետք չի որևէ մեկի
աչքը մտցնել, որ դու խաչմերուկ ես։ Որտեղ ինքնըստինքյան ու քաղաքականությամբ դու բերել ես դրան։ Հասկանում եք։ Նույնն է վրացիները։ Դուք կարծում եք վրացիները պակաս խաչմերուկ են, ի տարբերություն Ադրբեջանի վրացիները ծով ունեն։ Դե պատկերացրեք մի պահ աբխազական գիծը բացվի։ Վրաստանը իրականում դառնում է խաչմերուկ, բառից բուն իմաստով։ Հասկանում եք, Հայաստանը ցավոք սրտի այդպիսի պոտենցիալ չունի։ Մենք կարող ենք դառնալ, բայց ոչ թե տարածաշրջանի միակ ու անկրկնելի, հասկանում եք, ես ինչ եմ ուզում ասել։ Միակի սինդրոմի մեջ չընկնենք։ Հա, էլի պետք չի, մենք երբեմն մեզ հաճելի է, գիտես, մենք ինքներս մենք շուտ ենք։ Դա հիվանդության պես մի բան է, էլի։ Այսինքն ցանկալին փորձում ես ներկայացնել իրողություն։ Այո, Հայաստանը ունի, ես այլ կերպ եմ բանաձևում։ Հայաստանը ունի հնարավորություն իր աշխարհագրական դիրքը օգտագործել, վերածել աշխարհաքաղաքական պոտենցիալի, ասում եմ, այո, ունի։ Արդյոք դա կլինի միակը, ասում եմ, ոչ, ու պետք էլ չի այդպեսին լինի։ Հասկանում եք։ Այսինքն տեսեք, եթե տրիպի փոխարեն լիներ մեզ համար տրանզիտ երթուղին անցներ Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր եւ հետագայում նաեւ Թուրքիա, ապա դա անհամեմատ ավելի նպաստավոր էր լինելու Հայաստանի տրանզիտ կարողությունները պոտենցիալը ամրագրելու կամ իրացնելու տեսանկյունից։ Սա ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետև այնքան եմ ասել։ Բոլորը վերջերս մեկ ինձ ասեց շատ եք ասում, ասի այո, ճիշտ եք ասում։ Սևակը մի հատ լավ խոսք ուներ, ասում է յուղում են սայլի այն անիվը, որը ճռռում է։ Հիմա այս հարցը ամենահրատապ հարցն է։ Իդեպ այս կերպ մենք կարող ենք ապահովել, եթե պատկերացեք, սա դառնար տրիպի ճանապարհը, հա, մենք կարող ենք լիարժեք ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկարաժամկետ հատվածում վստահելի փոխհարաբերությունների հենքով, անշրջելի հրադադար հետեւաբար եւ խաղաղության համար, հասկանում եք, բայց մենք սա դրեցինք մի կողմ։ Ղազախ-Իջևանը ինչու չի կարող գործարկվել տրիփին զուգահեռ։ Ինչու չունենալ երկուսն էլ։ Ապրեք, ես այլ կերպ, ես մալրասեմ ձեր միտքը, որովհետեւ դուք շատ կարևոր բան ասացիք։ Եթե մենք խոսում ենք, ուզում ենք լինենք խաչմերուկ, ինչու մենք մեր ներքին ցանցը չենք արդիականացնում։ Ինչու մենք սպասում, ում ենք սպասում։ Ինչու ներքին ցանցը չենք արդիականացնում։ Մեկն ու մեկ ինձ կարող է բացատրել։ Ես բոլորովին վերջերս մի օրինակ բերեցի, դրանք թվային կոնկրետ տվյալներ են։ Թուրքիան իր ամբողջ ներքին ցանցը արդիականացնելու համար վերջի տարիների ընթացքում, ես նկատում 8 թե 10 տարիների ընթացքում օգտագործել է կամ մոտավորապես 6 միլիարդ դոլար։ 6 միլիարդ դոլար Թուրքիան ներդնում է իր տնտեսության մեջ եւ արդիականացնում է իր ցանցը, անկախ նրանից այդ ցանցը ինչ որ մեկի կօգտագործի թե չէ։ Դու պետք է պատրաստ լինես, եթե դու ուզում ես դառնալ խաչմերուկ, քո բոլոր հնարավորությունները պատրաստ լինեն ցանկացած կետից մտնեն դուրս գան, հասկանա՞մ, այսինքն ու քեզ նպաստավոր քեզ համար թե տնտեսական, թե աշխարհակաղական հնարավորություններ տան։ Հիմա հարց, բա արտաքին պարտքը կամ ընդհանրապես պետական պարտքը, կենտրոնական բանկի պարտքը հանած։ Ասում են մոտավորապես 8 միլիարդով ավելացել է։ Բա 8 միլիարդ ավելացնենք, ընդհանրապես մի քանի հատ թունել է, ես ձեր ասածը չեմ մերժում, հասկանում եք ինչ եմ ասում։ Բա մեր երկաթգիծը, բա մեր երկաթուղին ինչու ոտքի չի կանգնում։ Բանը Իջևանից Դիլիջան Հաղարսի մոտ մի հատ սախ կա եղել։ Մասնագետներն ասում են նույնիսկ նախագիծը կա 17 միլիոն դոլարով ընդհանրապես կարելի է վերականգնել այդ գիծը։ Իսկ ընդհանրապես օրինակ ասենք թե Երևանից Իջևանից պատկերացրեք Դիլիջան, հետո պատկերացրեք Դիլիջանով գնում ենք Վանաձոր։ Իսկ Վանաձորից Գյումրի եւ այլն, այս ամբողջ գիծը այսօրվա արդիական պահանջներին, լոգիստիկ պահանջներին, որ բեռնափոխադրումների արագությունը կազմի մոտավորապես 49-50 կիլոմետր/ժամ արագությամբ, չէ՞։ Ես բանահմար ընդհանրապես մի 500 միլիոն ասում են։ Մասնագիտական Հարավկովկասյան երկաթուղիների ներդրման տեղն է, թե Հայաստանի դա Հայաստանն է։ Դա տրված չի Հարավկովկասյան։ Մենք սեփականության երևույթը չենք զիջել։ Մենք նրանց տվել են կոնցեսիոն պայմանագրով, կոնցեսիոն կառավարման։ Այսինքն ես տվել եմ քեզ կառավարես, օգտագործես, կառավարես եւ այլն, բայց սեփականության իրավունքը իմն է։ Եթե ես ներդրում եմ կատարում, դու չես կարող։ Իհարկե ես քեզ հետ կհամաձայնեմ այն առումով, որ դու տեղյակ լինես, թե ես ինչ ծրագիր եմ փորձում իրականացնել։ Եթե կարող ես օգնի, եթե չէ, դու չես կարող խանգարել ինձ։
Հասկանում եք։ Ես կարդիականացնեմ, կասեմ, խնդրեմ կոնցեսիոն պայմանագրի շրջանակում կհետևեմ, որ դու արդյունավետ օգտագործես այդ գիծը։ Հասկանում եք, այստեղ քո ներքին ցանցը դու պետք է պատրաստես բոլոր հնարավոր տարբերակների համար, ոչ թե տրիպով միայն։ Հասկանում եք, սա անթույլատրելի է։ Հիմա ես ձեզ մի հատ ուրիշ հյուսիսարավ ավտոմոբիլային ճանապարհի մի կարևոր առանձնահատկության մասին էլ ասեմ։ Ըստ էության, խնդիրը կայանում է, ընդհանրենք Հայաստան-Իրանի սահմանը կապել Վրաստանի հետ Բավրայում։ Չէ, այդպես է։ Բայց դու գիտեք, որ նրանից հետո վրացական ենթակառուցվածքները այդպիսի մեծ ծավալ ավտոմոբիլային բեռնափոխադրումների կլանելու հնարավորություն չունեն։ Իրենք իրենց ճանապարհները ախալ-ծխայում բանում չեն ընդլայնում, չեն արդիականացնում։ Սա լուրջ հարց է։ Փոխարենը մենք պետք է ինչ-որ մի պահ գնանք դեպի Սադախլո։ Հասկանում եք, որտեղ նրանից հետո եկող ճանապարհները բավական Վրաստանում ավտոմոբիլային ճանապարհը բավական հիմա արդյոք այդպես հնարավորություն կա։ Ասում եմ իհարկե կա։ Հիմա տեսեք Ռոբերտ, եթե դուք պատկերացնում եք Ֆիալետովը Մեղրաձոր թունելը, որը 8-9 կիլոմետրանոց երկաթգծի թունելը, դրանց զուգահեռ 25 մետր հեռավորության վրա կա մի թունել։ Ժամանակին այդ թունելը ունեցել է տեխնիկական նշանակություն, ապարները դուրս բերելու համար։ Բայց այդ թունելը այսօր կա, մոտավորապես վերջի 500 մետրը չի բացած դեպի Ֆիալետովը։ Ու դա կարող է դառնալ ավտոմոբիլային ճանապարհ։ Եվ մենք ինչ կունենանք, գիտեք, մենք կարող ենք գնալ հասնել Կիրովական Երևանից, Վանաձոր ներող կնենք։ Վանաձոր շրջանցելով Դիլիջանի ոլորանները։ Մենք կարող ենք Հրազդան, օրինակ ասենք թե բանի ինչ են ասում, Վարդանյաց բանից գալիս են, չէ, ագարակից եկող մեքենաները։ Կարող են գալ Գեղարքունիք, մոտենալ Սևանից մտնել Հրազդան, Հրազդանից գնալ շրջանցելով ոլորանները բանի Դիլիջանի, գնալ հասնել արդեն Սադախլո եւ այլն։ Այսինքն սրանք բաներ են, որ պետք է արվի։ Մենք այս մասին որևէ քննարկում արել ենք։ Մենք այս մասին երբևէ խոսում ենք, կառավարության որևէ քննարկման ժամանակ դուք այս բաները լսել եք։ Այս սա է ինձ ոնց ասում դասադն է, աբիդն է։ Չի կարելի այդպես։ Իրական շնորհակալություն այդ տեղեկությունները հայտնելու համար, հուսանք շնորհակալություն, որ ներկայացրիք այդ հնարավորությունը։ Տեսեք, պարոն Հարությունյան, հայտնի դարձավ նաև այսօր էլի Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը տեղեկացրեց, որ Եվրամիությունը 500 միլիոն եվրո է ուզում ներդնի Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի անվտանգության համար, խոսքը հետևյալն է, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց նախագծի շրջանակում դա աջակցություն է, բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, անվտանգությունը, դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունը արտաքին դերակատարներից, նա չէր թաքցնում, որ Ռուսաստանից, եւ բերում էր Եվրամիության փորձը, թե ինչպես են նրանք փորձել Ռուսաստանի ածխաջրային, այսպես համակարգերից, էներգակիրներից նվազեցնել իրենց կախվածությունը, Տաշկենտում է ստորագրվել այդ փաստաթուղթը, ասում է 500 միլիոն ներդրում է Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու եւ աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա։ Այ դուք ինչպես եք սա գնահատում, արդյոք Հայաստանը կարող է էներգետիկ որոշակի մատակարարի դեր կատարել։ Այո, արտահանող հնարավորություն կա, թե ես կարծում եմ կա եւ ասեմ, որ դեռևս 16 թվականին ուշադրություն դարձ 16 թվականին ազգային ժողովը հաստատեց կառավարության առաջարկը էներգետիկ շուկայի ուրեմն էներգետիկ շուկայի լիբերալիզացման ազատականացման վերաբերյալ ինչումներ իմաստը մենք ըստ էության ինստիտուցիոնալ այնպիսի փոփոխություններ նախատեսեցինք, որ Հայաստանի սպառողը կարող է նույնիսկ թուրքական արտադրության էներգիա սպառել, կոպիտ ասած։ Այսինքն դա նպաստավոր քայլ էր, առաջին քայլն էր շատ լուրջ, որսի ամբողջ տարածաշրջանի էներգետիկ համակարգը դառնար մեկ միասնական ինչ-որ համակարգ, ընդ որում բավականին տրամաբանված, ես ասում եմ բավականին տրամաբանված, ես ինքս ժամանակին ոգևորված էի այս բանով նախագծով, որտեղ դա հնարավորություն էր տալիս
Վրաստանի սպառողը կսպառեր Հայաստանի էլեկտրաէներգիա, արտադրողի էլեկտրաէներգիան, առանց գիտակ։ Հիմա որ մենք սա օգտագործում ենք, մեզ դուք մտածում եք, կամ մենք մտածում ենք, սա ում արտադրած հոսանքն է։ Ջեկի, հեկի, ատոմականի։ Կարևոր էլ չի, կարևորը ես ձեզ տեսնում եմ, դուք ինձ տեսնում եք։ Հասկանում եք։ Հետևաբար սա այսինչի մասին ես ասում եմ, սա նոր հնարավորություններ էր տալիս։ Եվ այն ժամանակ էլ իդեպ կար այդ պրոյեկտը, թե Իրանի հետ բարձրավուրդ ցանցով հաղորդակցվելու եւ թե նաեւ Վրաստանի հետ։ Ճիշտ ասած, ես մտա տեղեկացված չեմ, թե ուր են հասել, արդյոք այդ ուղղությամբ քայլեր արված են թե չէ, խիստ կասկածում եմ, բայց որ այդպիսի նախագծեր կային եւ ըստ էության խնդիրը կայանում էր մեկ միասնական, եթե կարելի ասել, էներգետիկ, միասնական բառը սխալ է տվյալ դեպքում օգտագործել է։ Այսինքն ընդհանուր ինչ-որ համակարգված, միմյանց հետ կապված, միմյանց հետ փոխադարձ շահագրգռված, որտեղ սակագների հարցեր էր առաջանալու, սակագներ համաձայնեցնելու խնդիրներ առաջանալու, վերջնաշուտ սպասարկման ծախսեր գոյություն են, բարձրավոտ ցանցեր պետք է սպաս։ Այսինքն սա բավականին հետաքրքիր բան էր, կոնցեպտ էր, որը որքան ես եմ հիշում, ըստ էության համաձայնեցված էր նաև տարածաշրջանի, եսի նկատի չունեմ միայն, ասենք, թե ես տվել դեպքում նկատի չունեմ, ասենք, թե Իրանի կամ Ռուսաստանի կամ չէ, ես նկատում եմ հենց Ադրբեջանի։ Այդ ընդհանուր առմամբ քննարկումների ժամանակ նաև կարծում եմ, որքան ես հիշում եմ, հաշվի էին առնում նաև ադրբեջանական կարողություններ ունենալ, եւ դա փոխադարձ էր։ Այսինքն, իհարկե, Հայաստանը ունի այդպիսի պոտենցիալ, բայց խնդրում ուշադրություն դարձրեք։ Հայաստանի այդ ավելցուկ, եթե կարելի է, շատ պայմանական եմ ասում, եթե կա այդ ավելցուկ զորությունը, դա պայմանավորված է նրանով, որ մենք անհրաժեշտ սպառում ծավալը չունենք։ Մեր հզորությունները տեղադրված այսօր եւ բավարարում եւ մի բաներ գերազանցում են մեր պահանջարկը, բայց վաղը եթե դու ուզում ես քո ոչ թե ռեստորանային բիզնեսը, ոչ թե հյուրանոցային բիզնեսը, եւ ոչ թե սպասարկման ոլորտը, այլ իրական ավելացված արժեք ստեղծող արտադրական կարողություններ ձևավորել, դեռ կներեք, մենք շատ պետք է մտածենք, արդյոք մեր դրվածքային հոսանքները հզորությունները կբավարարեն մեր իսկ պահանջները, բայց նույնիսկ այդ պարագայում անկասկած համագործակցությունը շատ օգտակար է։ Այստեղ նաև ինչ վերաբերում է հավանական ամերիկյան ատոմակայանի կառուցմանը։ Տեսեք, այստեղ ես խնդրում եմ, պետքա ես ձեզ մի հատ խորհուրդ կտամ։ Տվեք։ Մենք ունենք մի շատ կարևոր փորձագետ, Արամ Մարժանյան։ Խորհուրդ կտամ իրեն հրավիրել ձեր եթեր։ Նա եւ ջրային ռեսուրսների կառավարման լավագույն փորձագետներից մեկն է եւ տեղեկացված բոլոր մանրամասներով եւ նաեւ միջուկային էներգիայի տեսանկյունից ատոմական եւ այլն։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս։ Նա ՄԱԿ-ի 25 տարի ՄԱԿ-ի փորձագետ է։ Ընդ որում հենց այս հարցերով։ Այսինքն նրա այդ հայտնի պետություններ են նստում ու քննարկում։ Խորհուրդ կտամ իրեն հրավիրել։ Տեսեք, ես այս ոլորտի մասնագետը չեմ, բայց ես կարող եմ 1-2 տեղեկատվություն այս առումով, ամերիկյան հնարավորությունների առումով ներկայացնել։ Նախ ես կարծում եմ մենք կարող է մեր իշխանությունները ոչ միտումնավոր, բայց լուրջ շփոթության մեջ են, մոլորության մեջ, եթե իրանք ենթադրում են, որ կարելի է գնալ այդ բլոչնի մոդուլային ատոմակայանի։ Ընդ որում մոդուլային ատոմակայաններ Միացյալ Նահանգներում նույնիսկ որևէ ընկերություն, որ ունենա լիցենզիա մոդուլային ատոմակայաններ նախագծելու, տեսեք չեմ ասում կառուցելու, նախագծելու նույնիսկ այդպիսի լիցենզիա ունեցող ընկերություն չկա Միացյալ Նահանգներում։ Սա փաստն է։ Հասկանում եք, մի ընկերության էին տվել այդպես հնարավորություն, այնալ 3-4 տարուց հետո մերժեցին, հետ կանչեցին լիցենզիան։ Այսինքն Միացյալ Նահանգները մոդուլային ատոմային ռեակտորներ կառուցելու փորձ ընդհանրապես չունեն։ Այդպիսի փորձ ունեն Ռուսաստանն ու Չինաստանը, ավելի շատ Ռուսաստանը, բայց դա էլ օգտագործվում է հիմնականում, ասենք օրինակ Հյուսային Սառուցյալ օվկիանոսում լեդակոլ սառցահատների համար էներգիա ապահովելու առումով։ Նրանք էլ առանձնապես փորձ չունեն։ Հետևաբար բոլոր դեպքերում մոդուլային ատոմակայանների մասին զրույցները դրանք շփոթեցնող են մոլորությունները։ Ուրեմն հետո պետքա խոսքը գնա քիչ թե շատ լուրջ, սոլիդ, ասենք էլի մոտավորապես 600, երբեմն ասում մինչև 1000 մեգավատ հզորության, չէ՞։ Տեսեք, այդտեղ էլ խնդիրներ մենք ունենք։ Այդ խնդիրները մեծ իմաստով պայմանավորված են վառելիքով, միջուկային վառելիքի խնդրով։
Հասկանում եք, օրինակ ես հիմա չեմ ուզում շատ տարածվել, բայց մի բան ակնհայտ է։ Տեսեք, Թուրքիան ինչն է ձեր այդ ասացի մեջ մտահոգում։ Թուրքիան, որ այսօր առանձնահատուկ կարողություն է տալիս ատոմային էներգետիկային, Ադրբեջանը, որ միջև մա ախանում, որ մի հատ ատոմակայան չունի, նրանք պահանջում են, որ Հայաստանը իր ատոմակայանը կփակի։ Սա իրանց համար ռազմավարական կարողության խնդիր է։ Հիմա այդ 500 միլիոն, չեմ անում դիվերսիֆիկացիա դրա, տակ ինչ են հասկանում, ես լավ չեմ իմանում։ Օրինակ եվրոպացիները գտնում են, որ Հայաստանը պետք է ունենա ատոմակայան։ Օրինակ Հայաստանի ատոմակայանի գործողության ժամկետը մինչև 36-ից երկարացված է։ Եվ դա արված է շնորհիվ Ռոսատոմի։ Եկեք դա արձանագրենք։ Ընդ որում շնորհիվ Ռոսատոմի մենք ունենք նաև բավական լուրջ ինժեներական կադրային դպրոց։ Մենք ունենք լուրջ դպրոց, որոնք կարող են նույնիսկ ծառայություններ մատուցել այլ պետություններում։ Ես կարող եմ ձեզ ակնհայտ դա փաստել, հա։ Բայց հիմա ինձ հետաքրքրում է, օրինակ եվրոպացիները ինչպես են մտածում, այդ 500 միլիոն ինչի համար են տալիս, որսի նոր գազամուղ կառուցվի որտեղից, որտեղ եթե խոսքը գնում է Ռուսաստանից մեր կախվածությունը, ապա մենք երկու հիմնական կախվածություն կետ ունենք։ Մեկը գազն է եւ միջուկային եւ ատոմային էներգետիկա։ Վառելիքը։ Հիմա խոսքը սրա մասին է։ Վառելիքը կարող է Ղազախստանը որոշակի աջակցություն լինի։ Գիտեք, Ղազախստանը միշտ հիմա գիտեք, որ ատոմակայան չունի։ Եկեք իրերը իրենց անունով անվանենք։ Շատ լուրջ խնդիր է վառելիքի հարցը։ Լրջագույն խնդիր է, ընդ որում կապված նաև լոգիստիկայի հետ, հասկանում եք։ Դրա համար ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ինձ թվում է, որ մենք այդ ընդհանուր ձևակերպները, դիվերսիֆիկացիա, բան, էներգետիկ անկախություն, բան, դրա տակ մենք պետք է կոնկրետ հասկանանք ինչի մասին է խոսքը գնում։ Օրինակ, մեզ գազ, որպեսզի մենք գազը դարձնենք էլեկտրաէներգիա, ով է տալու։ Ռուսաստանը չի տալիս։ Իսկ Թուրքմենստանը, Ադրբեջանի տարածքով կամ Իրանի հնարավորություն կա։ Թուրքմենստանի գազային կարողությունները հիմնականում ուղղված են դեպի Չինաստան, բայց թողնենք էտել։ Ենթադրենք, նախ Թուրքմենստանը ունի աշխատական գազատար Իրանի հետ կապված։ Բայց Թուրքմենստանը միջև հիմա Ադրբեջանը չի կարողանում լուծել Կասպից ծովի ընդերքով, այսինքն տակով գազատարի, ընդ որում այդ հարցը 5 պետությունները բլոկ են անում։ Թե Իրանը, թե հասկանում եք ովքեր որ թե Ռուսաստան, այսինքն այդտեղ չի որ բանը Թուրքմենստանը կարող է գազ տալ։ Թուրքմենստանը ունի կապ։ Օրինակ դուք չեմ ամ տեղեկեք թե չէ, օրինակ ինչպես է Ադրբեջանը ապահովում Նախիջևանի գազամատակարարումը։ Գիտեք ոնց է դա խոհ։ Տարեկան Նախիջևանը օգտագործում է մոտ, եթե իմ հիշողություն չի դավաճում, 300-500 միլիոն խորանարդ մետր գազ։ Եթե չեմ սխալվում, Իրանից, չէ՞, Իրանին ինքը փոխանցում է Իրան իր գազը տալիս է։ Այսինքն տեսեք, այսինքն sense թե է, նույն թուրքմենական գազը, ես օրինակ հիշում եմ, որ մի պահ քննարկում էր գնում թուրքմենական գազը Իրանով Հայաստան ներմուծելու։ Ես օրինակ ողջունեի։ Ողջուն է այդպիսի քայլը։ Կարծեմ վարչապետի խորհրդականներ է։ Արտաշես Թումանյանն էր զբաղվում եւ ես իրան վստահում եմ, ինքը բավական լուրջ պոտենցիալ ունեցող գործիչ է։ Ես օրինակ ողջուն եմ այդ գաղափարը։ Ուր են հասել չգիտեմ։ Արդյոք դա այդ հայտարարությունից հետո չկա ես չեմ լսել, համենայնպես չեմ։ Այսինքն տեսեք Ռոբերտ, այդպես չի, չէ՞ որ Ռուսաստանը շատ հանգիստ պետք է դրան նայի։ Հիմա թե Ռուսաստան-Թուրքմենիա հարաբերությունները ինչպիսին կլինեն, ինչպիսին կլինեն Ռուսաստան-Իրան հարաբերությունները, եկեք համաձայնենք, որ այդ երկրները առաջնորդվել իրենց շահերով։ Եթե պետք է իրենց մեզ համար խնդիր լուծելու պատճառով առաջանա շուր շատ լուրջ երբեմն նույնիսկ անհաղթարել խնդրեմ Ռուսաստանը, նրանք զերծ կմնան նման պրոյեկտներից, համաձայն չեք։ Սա է իրողությունը։ Գիտեք, եկեք բանը միակողմանի կախվածությունից ես էլ եմ դեմ, որովհետեւ մենք միշտ ինչ որ մեկ աղբյուրից կախված լինենք։ Դա չի կարելի։ Դա լավ չի, այտենց ասենք, հա, բայց չի կարելի դրա այդ խնդիրը կամ դրանից խուսափելու համար ոնց որ մի տեղից մրից դուրս գաս անգնաց մրջուրը։ Այտենց էլ դա էլ լուծում չի, չէ՞։ Մենք պետք է սա դրա համար ես օրինակ այդ հայտարարությունները Եվրոմիության դրանք քաղաքականացված հայտարարություններ են։ Այսա ինձ մտահոգում է։ Կուզեք ավելի կոնկրետացում տեսնել։ Իհարկե, ես քաղաքականացված, օրինակ ես մի հատ հարց եմ ուզում տալ, կամ բարձրաձայն ես հարցադրումը դնեմ։ Հիշում եք
կարծեմ 44-րդ պատերազմից հետո էր որ ասում էր մենք 26 միլիարդ եվրոյի աջակցություն ցույց կտանք։ Ինչ եղավ։ Ընդ որում 600 միլիարդը իրանք պետք է տային, որովհետեւ մենք Սյունիքի մասում Իսկ գիտեմ այդ մասին փոխանցվել է, բայց նաև Հայաստանը պետք է ծրագրեր ներկայացներ, պարոն Հարությունյան։ Դա արդեն կառավարությունը պետք է ասի։ Ես տեսեք, ես փաստ եմ արձանագրում։ Բարի ցանկությունները ուրիշ բան են, հա։ Բարի ցանկ, մտադրությունները ուրիշ բան են։ Գետնի վրա գործողությունները իսկ ես հարց եմ տալիս, Եվրոմիությունը գումար ունի։ Ես հարց եմ տալիս, Եթե հրապարակային հայտարարություն են անում, պիտի որ ունենան, պարոն Հարությունյան։ Բայց այդ նույն Եվրոմիությունը այսօրվա դրությամբ կանգնած է իր ռազմական պոտենցիալը վերակենդանացնելու անխուսափելի անհրաժեշտության առջև եւ համար մեկ խնդրեմը ֆինանսներն են։ Հարց եմ տալիս, որտեղից այդ գումարը։ Էնպես որ գիտեք, իհարկե մենք կաշխատենք, մենք անպայման կփորձենք, կգրենք, կտանք։ Հասկանում եք, սա կներեք, սա արդեն քաղաքականություն չի։ Շատ լավ, շնորհակալ եմ այս զրույցի համար, բայց մի հարց էլ ունեմ ներքին թեմայով։ Ինձ անկեղծ ասեմ, եւ վստահ եմ մեր հեռուստադիտողներն հետաքրքիր էր այս մեր զրույցի հիմնական մասը։ Տեսեք, վերջերս մի հարց եմ ընդհանրապես տալու։ Մեր զրույցի այս մասը այսօր թույլ տվեք մի նախադասության փորձեմ ընդգրկել։ Թույլ տվեք ես այդպես իրավունքից վերադառնամ մեր զրույցում։ Այդուհանդերձ մենք պետք է ելնենք այն հանգամանքից, որ Հայաստանը բացով ելք չունի եւ իր անվտանգ երկարաժամկետ հորիզոնում անվտանգ դինամիկ զարգացնելու համար իր հարաբերությունները իր հարևանների հետ իրան շատ կարեւոր են, այսինքն մեր զարգացման հնարավորությունը միշտ պայմանավորված կլինի մեր հարևանների քաղաքական կամեցողությամբ։ Հետևաբար դու պետք է փորձես քո հարևանների հետ այնպիսի փոխհարաբերություններ ձևավորես համակարգային ինստիտուցիոնալ բնույթի, որոնց շնորհիվ քո հարևանները պակաս շահագրգռված չլինեն քո անվտանգությամբ եւ դինամիկ զարգացման հնարավորությունները։ Այո, սա բարդ խնդիր է, բայց Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների կառավարությունները այս խնդիրը պետք է լուծեն։ Մեր նպատակը բանաձևը պետք է լինի։ Մենք մեր աշխարհագրական դիրքը պետք է դարձնենք աշխարհաքաղաքական պոտենցիալ։ Եթե մենք այս խնդիրը չենք դնում սեղանին ռեալի մեջ, ոչ թե գիտեք ինչ կա, թող գնան, մեզ չեն խանգարում, հասկանալի է, չի, խոսքը դրա մասին չի։ Խոսքը գնում է, որ դու դառնում ես մի ամբողջ համակարգի կարևորագույն օղակ եւ այն խոշոր խաղացողները, Ռոբերտ, դառնում են քո անվտանգության իրեն շահերից ելնելով, դառնում են քո անվտանգության երաշխավորներից մեկը։ Սա է խնդիրը։ Ինչ ուժերի ձեռնտու կլինի քո գոյությունը, հա։ Այսինքն ուժեղները պետք է շահագրգռված լինեն, որ դու զարգանաս։ Ոչ միայն քո հարևանները, այլև ուժեղները։ Սա շատ լուրջ հարց է։ Շատ լավ, մենք վստահ ենք, պարոն Հարությունյան, առաջիկայում էլի նորությունների պարագայում կխոսենք, տեսեք, կաթողիկոսի հրաժարական պահանջած 10 arczepiskopos-ների մեջ էր նաև Նավասարդ arczepiskopos Կճոյանը, որը այն ժամանակ գոնե ՀՀԿ իշխանության ժամանակ կար շշուկներ, որ նա այդ կուսակցությունում շատ ընդունելի հոգևորական է, անգամ որ կուսակցական ժողովների էր մասնակցություն, դուք որպես այդ կուսակցության խմբակցության падգամավոր նախկին, հա, ինչպես եք գնահատում այս նրա կողմից հատկապես պահանջը հեռանալ եւ ընդհանրապես այս process-ը ինչպես եք դուք տեսնում հանգուցալուծում։ Մեկ հարց ընդհանրապես, այո։ Չէ, բայց մեկ հարցեր կա։ Հա, տվեցի, չէ՞, մեկ հարցը։ Նախ ես որպես հանրապետական ֆրակցիայի անդամ հաճախ եմ մասնակցել իրենց կուսակցական միջոցառումներին, պաշտոնական միջոցառումներին, քաղաքական քննարկումների եւ այլն, ես այնտեղ Նավասարդ Կճոյանին չեմ տեսել, չեմ տաքսնում։ Թեպետ ասում էին, որ բավականին սերտ է, ես էլ եմ մտերիմ կապեր են եղել, ընդհանուր դա խոսքը գնում էր նաև կարծեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված։ Միգուցե, ես չեմ կարող դա ասել։ Այլ հարց է, որ այն 10 հոգին, որոնք որ հիմա միացան կաթողիկոսի հրաժարականը պահանջում են, իրենց հայտարարության մեջ մի հատ հետաքրքիր ձևակերպում են դրել։ Մենք էլ ենք մեզ զգում պատասխանատու այս ստեղծված իրավիճակի խոսքը գնում, ասենք թե եկեղեցու ներքին կյանքում, ասենք թե բարոյական ինչ-որ բաների նորմերի խաթարմանը։ Ես գիտեք իրանց կհավատայի, եթե արձանագրել որ մենք էլ ենք մեզ տեսնում պատասխանատու, իրանք խուսափեին, հրաժարվել իրենց կարգավիճակից։ Թող այդ Նավասարդ Կճոյանը հրաժարական իր մասին ամեն ինչ ասում է, չէ՞, Բենտլիից սկսած Սիմուր ասած, չէ՞։
Թող օժարական ասի, ես էլ չդիմացա այդ փորձությանը, եւ ես հիմա իմ arczepiskoposi այդ սրբազանի կարգավիճակից հրաժարվում եմ։ Թող ասի, ինչու՞ չի ասում։ Ինչն է խանգարում։ Սկսի իրենից նկատի ունենալ։ Իհարկե։ Այդ ժամանակ, եթե նրանք դա անեն, այդ հայտարարությունը կարող հանրության կողմից ավելի լուրջ ընդունվի։ Բայց իրանք ակնհայտ է, չէ՞ որ դա չեն անում։ Ու չեն էլ անի։ Ինչու՞։ Շատ հետաքրքիր է, դուք մի հատ հրավիրեք Նավասարդին հարցրեք ինչու։ Ես երեք հետ նայում եմ բանով Facebook-ում կադրեր, Արցախի թեմի առաջնորդին հարց են տալիս, ինքը չի պատասխանում, դուրը փակում է։ Ինչու ես խուսափում պատասխանից։ Եթե դու շիտակ ես, եթե դու մաքուր ես, եթե դու համոզված ես, որ սկզբունքային ես եւ քո սկզբունքները բխում են մեր եկեղեցու ներքին կյանքը առողջացնելու միտումներից, ինչու ես խուսափում պատասխանելուց։ Ինչու։ Եվ այդ պարագայում կամ նման վարքագծով ես պետք է նրան վստահեմ, օրինակ, որպես շարքային քաղաքացի։ Համաձայն եք, որ այստեղ շատ հարցեր են։ Իսկ կաթողիկոսի շուրջ ուղղակի շատ է սեղմվել ձեր կարծիքով։ Հիմա տեսեք, եկեք մենք կարծում եմ արդեն կարող ենք հստակ ասել, որ խոսքը իշխանություն եկեղեցի այս հակադրությունը բացառապես քաղաքական բնույթ է կրում։ Քաղաքական, դա հոգևորի, արժե համակարգի հետ ոչ մի կապ չունի։ Այլ բան է, որ դա օգտագործում են այդ քաղաքական նպատակին հասնելու համար։ Եվ այս արշավը եկեղեցու նկատմամբ հատկապես տեղի ունեցավ, երբ որ Շվեյցարիայի մայրաքաղաքում, չէ, եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ մեծ գագաթնաժողում վիապարը հարց բարձրացրեց եւ արցախայության հետ վերդարձի իրավունքի եւ հատկապես Արցախում հայկական մշակութային, հա, ժառանգության ապագայի հետ կապված։ Հիշում եք այն մարդը Փաշազադեն, ոնց էր անում, չեմ հիշում, այդ Փաշազադեն ոնց Ալաշուխուր, հա, Շուքյուր, դա Շուքյուր կապ չունի։ Հիշում եք նրա արձագանքը, չէ՞, եկեղեցու վեհապարի այդ ելույթի հետ կապված, պահանջի հետ կապված։ Եվ դրան անմիջապես հաջորդեց այս նոր ալիքը, եթե կարելի ասել։ Հանգուցալուծում կլինի, ինչ եք մտածում։ Ես կարծում եմ, ես խորհուրդ կտայի։ Ում։ Իշխանությանը, հետևե սահմանադրությանը։ Գիտեք ինչ եմ ասում հետևե սահմանությանը։ Սահմանության մեջ մենք ամրագրել ենք, այո, եկեղեցին անջատ է պետությունից, բայց գիտեք ինչ ենք դա գրել։ Դա գրել ենք, որ եկեղեցուն ձերբազատենք պետական իշխանության բռնարարքներից, որտեվ եկեղեցին ընդհանրապես մի զենք ունի, խոսք։ Դավանանք խոսք։ Իսկ պետության իշխանության ձեռքում ամբողջ ռեպրեսիվ ապարատն է։ Հետևաբար սահմանադիրը, երբ որ ասում է իշխանություն, պետություն անջատ է կամ եկեղեցին անջատ է պետությունից, սա ընդհանրապես իրավական, քաղաքական հենք է, որսի եկեղեցուն փրկի, ազատի, ձերբազատի իշխանության կողմից բռնի ուժով նրա ներքին կյանքին միջամտելու հնարավորություններ։ Սա է իդեան։ Ուրիշ սահմանադիր ուրիշ նպատակ չի հետապնդել։ Հիմա տեսեք, ասում են եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։ Հիմա օրինակ սոցիալական ոլորտում իշխանության վարած մոտեցումները դա քաղաքականություն է թե ոչ։ Այո։ Քաղաքականություն սոցիալական ոլորտում, չէ՞։ Ենթադրենք սոցիալական խնդիրների վերաբերյալ հավատացյալների շրջանում առաջանում են խնդիրներ։ Եկեղեցին արդյոք դրանց չի անդրադառնում։ Դե նրանք արտաքին քաղաքական։ Միրոպե ստոպ, կներեք, մենք ուրեմն եկեղեցին կարող է հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում իր մտահոգությունները արտահայտել։ Այո թե ոչ։ Մտահոգությունները արտահայտել, այո։ Հա, խոսքով արտահայտել, կոչ չի արել։ Ուշադրություն դա նա կարող է կարծիք հայտնել, բայց հիմա հարց արտաքին հարաբերությունները կամ անվտանգությունը հանրային կյանքի կարևորագույն բաղադրիչը չէ արդյոք։ Եթե այո, իսկ դա այդպես է, ինչու եկեղեցին իրավունք չպետք է ունենա այդ հարցում առավել եւս երբ որ խոսքը գնում է Արցախում մեր հոգեվոր մշակութային ժառանգության ապագայի մասին։ Ինչու։ Ինձ կարող է որևէ մեկ ասել։ Իշխանությունը գտնում է, գիտեք ինչ կա, ես եմ որոշողը, վեհապար։ Ես հիմա որոշել եմ, որ քեզ կփոխարինեմ, մի հատ ինձ համար հարմար վեհապար կդնեմ, որը խելոք ինչ կասեմ, էնել կանի։ Հիմա ես երկրորդ կողմը հարցի դնեմ։ Ուրեմն խնդիրը քաղաքական է։ Հոգևոր արժե համակարգի հետ ոչ մի կապ չունի։ Հիմա երկրորդ կողմը։ Ինչ եք կարծում, եկեղեցին բացի զուտ մեր հանրային հայաստանյան հանրային կյանքին
ուղղակի կամ անուղղակի մասնակցություն, որտեղ հիվանդանոցներ, դպրոցներ, բան եւ այլն։ Ուղղակի անուղղակի մասնակցություն զատ։ Եկեղեցին ուրիշ մեծագույն առաքելություն ունի թե ոչ։ Իհարկե ունի։ Դա հայապահպանությունն է։ Հայապահպանությունը եկեղեցու շնորհիվ է, որ Սփյուռքը ըստ էության ապրում է Հայաստանով։ Եկեղեցու շնորհիվ է, կրկնում եմ, որ Սփյուռքը ապրում է Հայաստանով։ Հիմա եթե դուք եկեղեցուն դարձնում եք, ինչպես իրանք են ասում, Հայաստանի առաքելական եկեղեցի, ոչ թե հայ առաքել, այլ Հայաստանի առաքելական եկեղեցի։ Այսինքն դուք ըստ էության ակնհայտ խոսում եք սփյուռքյան կառույցների հետ, չէ՞, մեր կապերի ասենք զորացման, եթե ոչ զորացման, էապես թույլատման մասին, խաթարման մասին։ Հիմա հարց եմ տալիս, ինչու։ Ինչ եք կարծում։ Սփյուռքյան կազմակերպությունները, որոնք կան, նրանք իրենց գործունեությունը, իրանք գործում են օրինակ ամերիկահայ, ամերիկյան հայության համար, թե նրանց գործունեությունը ուղղված պետք է լինի եւ ուղղված է Հայաստանի Հանրապետության գործող, անկախ Հայաստանի Հանրապետություն անվտանգության եւ այլն։ Օրինակ ամերիկյան համագումարի գործունեության նպատակը ո՞րն է։ Ամերիկահայերի խնդիրները, թե Հայաստանի խնդիրները։ Հետևաբար հարց. ինչու է դուք կտրում եք կապը։ Ինչու։ Երբ որ դուք մտածում եք իբր թե ոչ թե իբր թե, կարող է ճիշտ եմ ասում իբր թե, տնտեսական հզոր ներդրումներ ներգրավելու։ Անցյալ օր ես նայում եմ ջերմուկում այդ հավաքը, չէ՞։ Ռոբերտ, դուք կարծում եք հայաստանյան տնտեսական կարողություն, տնտեսական ընկերությունները, տնտեսական, այսինքն բիզնես ընկերությունները, այստեղ ունակ են շատ դուր, ծանրակշիռ, հա, արտադրական տնտեսական հզորություններ ձևավորել։ Նրանք ունակ են դա անելու։ Դե իհարկե ոչ։ Լավագույն դեպքում մոլ, հյուրանոց, բան չեն ասում դուք ասեք։ Ծառայությունների ոլորտ, կամ ասենք թե պառնիկներ։ Այդ ավելին չեն անի։ Գիտեք, ոչ թե չեն ուզում, նրանց մակարդակը բավարար չի։ Որովհետեւ մենք կարողանանք դինամիկ զարգացող տնտեսություն ունենալ, մենք պետք է ներգրավենք դրսից ներդրողներին։ Իսկ դուք ո՞նց կարող եք ներդրողներին ներգրավել, եթե դուք առաջին ներդրողները մեծ իմաստով պետք է լինեն սփյուռքահայերը։ Սփյուռքյան կառույցները տնտեսական, չէ՞։ Սփյուռքյան տնտեսական կառույցները, Ռոբերտ, մեր կարող են դառնալ մեր դեսպանները։ Մենք Սփյուռքին այս ամբողջ անկախության շրջանում լավ չենք վերաբերվել։ Մենք նայել ենք կաթուկով։ Ինչքան հնարավոր է կթենք։ Իրականում ճիշտ հակառակը։ Սփյուռքյան տնտեսական պոտենցիալը պետք է Հայաստանում իրեն դրսևորեր։ Եվ վերջին միտքն ասեմ, ուսի հասկանալու է։ Եվ ավարտենք։ Տեսեք, ինձ ես խոսք տամ դուք այդ նաև այդ ընկերոջ հրավերից շատ հետաքրքիր զրուցակից է Սաշա Ասատրյանը։ Ինքը իմ Facebook-յան գործընկերներից է, բոլորը վերջերս մի post էր գրել, ինքը ուսումնասիրել էր ինտելեկտուալա Վերին Աշճանի։ Ինքը ուսումնասիրել էր ամերիկյան չեմ անում ինչ որ վերլուծաբաններ ուսումնասիրել աշխատությունը, որտեղ այդ վերլուծաբանը անդրադառնում էր գլոբալ միջավայրում արդյոք խնդիրը սա, արդյոք կան ինստիտուտներ եւ ինստիտուտների գլոբալ ազդեցության տեսանկյունից ինչ որ ձևավորված հիերարխիա։ Պարզմը կա, գիտեք։ Եվ առաջի հորիզոնականում դա միապետներն են հարուստ, շեյխերը։ Դրանք ամենաազդեցիկ ինստիտուտն է։ Նրանք որպես կանոն գլոբալ process-ներում համարյա ինչ մտներին դնում են, կարողանում են հասնել, կոպիտ եմ ասում, հա։ Երկրորդ տողում, երկրորդ հորիզոնականում, գիտեք ով էր։ Վատիկանը իր ցանցային ազդեցությամբ կառույցներով։ Հիմա բոլորն երեք չառաջորը Վատիկանի Հռոմի Պապը Լեոն 14-րդը Պոլսո մեր բանում, չէ՞։ Ինքը հնչեցրեց վեհապարի անունը։ Դուք կարծում եք դրանք պատահական բաներ են։ Երբ որ այստեղ ինչ որ քահանաներ փորձում են վեհապարի անունը իրենց պատարակի ժամանակ զեղչել, հա։ Նա հնչեցնում է, նա սիգնալ է տալիս, ասում է լսեք, Ստապվեք։ Իսկ երրորդ տողում հորիզոնական գիտեք ովքեր են։ Զարմանալի է, բայց փաստ։ Հրեական եւ հայկական սփյուռքյան կառույցները։ Հիմա ասացեք, խնդրեմ, բա այս պոտենցիալը ինչ որ մեկը բանական
ողջամիտ մտածելակերպով առաջնորդվող կմերժի այդ պոտենցիալը։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, զրույցի համար։ Այսինքն դուք գտնում եք, որ պետք է մերժի։ Ես ձեր հարցով եմ նախընտրում ավարտել։ Բայց ասեք, էլի ձեր կարծիքներ ասեք, ինչ է։ Եկեք չասեմ, շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Բայց ձեզ, կարող է պետք է։ Factor TV-ում հյուրընկալել ենք Խոսրով Հարությունյանին։